Որևէ մեկ քահանա չի համաձայնվել նման պայմաններով պատարագ մատուցել, մենք ունենք պատարագի կանոնական կարգ, ընթացք, ըստ այդմ մյուս բոլոր եկեղեցիներում 100 պատշաճի կմատուցվի կանոնավոր պատարագ։ Տեր Հայր, իսկ ինչպես եք վերաբերվում, որ ուրիշ տեղի քահանան գալու է մեր եկեղեցում պատարագ մատուցի։ Ուրեմն եթե մեր եկեղեցական պատմության ընթացքը նայում ենք, մենք բոլորս էլ ամեն մեկս իբրև հյուր, բայց տեղի հոգևոր առաջնորդի թույլտվությամբ տարբեր եկեղեցիներ այցելության գնացել ենք, ուխտի պատարագներ մատուցել ենք, այդ իմաստով, այդ ֆորմատով մեզ համար ընդունելի է, բայց քանի որ սա այդ տարբերակը չի, եւ քանի որ որևէ մեկը չի ардոնել որևէ մեկին այստեղ պատարագ մատուցելու, դա մեզ համար խորտ է ու նշանակում է եկեղեցու 7 վերք եկեղեցու բռնազավթում, բռնագրավում։ Փաստորեն վաղը կոնկրետ զավթելու են եկեղեցին։ Ըստ կարգի այդպես էլ դուրս է գալիս, որովհետև եթե մենք չենք մատուցում պատարագ, մենք հրաժարվել ենք պատարագ մատուցելուց այստեղ, պատճառը գիտեք բոլորիդ հայտնի է, այդ իմաստով մենք չենք համաձայնվել նման պատարագ մատուցելու, այդ իմաստով մենք պատարագ չենք մատուցում։ Եվ դրա համար որոշվել է, որ ուրիշ տեղից, ուրիշ հոգևորական այստեղ պատարագ մատուցի, վերցնելով եկեղեցին, մատուցեն այն պատարագը, որ իրենց քիմքին, իրենց ականջին է։ Դուք տեղյակ եք ով է գալու մատուցելու պատարագ։ Մենք մինչև այս վայրկյանը տեղյակ չենք, թե պատարագիչ ով է լինելու, գաղտնիք է, մենք չգիտենք քահանա է լինելու, եպիսկոպոս է լինելու, ով է լինելու, մենք տեղյակ չենք։ Այս գործընթացը ինչպես կբնորոշեք։ Փաստորեն ԱԱԾ-ի միջոցով ինքը Նիկոլ Փաշինյանն էլ է խոստովանում, որ ճնշումներ են գործադրվում հոգևորականների նկատմամբ եւ այլն։ Սա ընդհանրապես նորմալ է։ Դե իհարկե նորմալ չի կարող սա դիտվել, որովհետև որևէ աշխարհիկ կապ չունի կառույցը, որևէ աշխարհիկ իրավունք չունի հոգևորականին տվյալ տեղը արգելելու պատարագ մատուցելը կամ թելադրելու, չհորդորելու, թելադրելու եւ վերջում կարգադրելու, թե պատարագը պիտի այս բաժինը աղոթեք, այս բաժինը հիշեք, այս շարականը երգեք, այս աղոթքը ասեք կամ չասեք։ Որևէ մեկ աշխարհիկ իրավունքը չունի հոգևորականին նման կարգադրություն անելու, բայց քանի որ կա նման կարգադրություն արդեն ուժային կառույցների կողմից, մեզ հոգևորականներից, եւ մենք էլ չենք ենթարկվում այդ հրամաններին, որովհետև նման բան լինել չի կարող։ Ձեզ հետ փորձել են խոսել գնելու։ Անձամբ ինձ հետ չեն փորձել խոսել, որովհետև անձամբ ես Գյումրի քաղաքի հոգևորական չեմ, բայց Շիրակի թեմից եմ միանշանակ եւ 7 վերքը բոլորինս է եւ ցանկացած եկեղեցի բոլորինս է, հայ ժողովրդինն է, կապ չունի ղեկավար է, թե բանվոր է, բոլորինս է, բայց այդ բոլորինս լինելով հանդերձ որևէ մեկ աշխարհական առավել եւս ուժային կառույցների միջոցով իրավունք չունի քահանային կարգադրություն անելու, թե այս աղոթքը արեք, այս աղոթքը մի արեք, որովհետև մենք ուզում ենք այսպես։ Այդպիսի բան աշխարհում գոյություն չունի ու չկարող ունենալ։ Մեզ համար դա գոնե անընդունելի է։ Այդ իմաստով էլ մենք մեր արձագանքը տվել ենք, արդեն ծանոթ եք տեքստին էլ, որ մեր թեմի բոլոր քահանաները մեկ մարդու նման հրաժարվել էին նման չպատարագ մատուցել։ Ասեն խնդիրը Միքայել Սրբազանի եւ կաթողիկոսի անունը զեղչելն էր, այդ հարցն է։ Այո, սա էր բարձրացված, որ կա հատուկ աղոթք պատարագի ընթացքին, որ դա կանոնիկ պատարագի մեջ է մտնում, որ պիտի զեղչվեն Վեհապար Հայրապետի անունը, թեմակալ առաջնորդի անունը, եւ այդ աղոթքը մեկն էլ չի, պատարագի ընթացքում 2-3 անգամ է այդ հիշադակումը լինում, եւ իրենք այդ բոլոր հատվածները ուզում են, որ չլինի։ Իսկ դա էլ մեզ համար անընդունելի հակականոնիկ գործողություն է, իսկ հակականոնիկ պատարագ ով կմատուցի, որ հոգևորականը կմատուցի, դա ինքը պատարագ կդնի դրա անունը, թե չէ, դա կարող է այդ հարցը ուղղել տվյալ հոգևորականին, կլինի քահանա, կլինի եպիսկոպոս, arczepiskopos, ով ուզում է լինի, նման պատարագ գոյություն չունի։ Տեր Հայր, ինչպես եք պատկերացնում պետություն եկեղեցի սրված այս հարաբերությունների հանգուցալուծումը։
Եկեք այդ հարցին ես փորձեմ չպատասխանել, ուղղակի զուտ ասելով հետևյալը, որ եկեղեցին դարեր շարունակ պատմությունը, որ նայում ենք, թերթում ենք, միշտ ու միշտ եղել է հայ ժողովրդի կողքին, իր զավակների կողքին, եւ այդ զավակների մեջ մենք միշտ էլ ունեցել ենք եւ առողջ գառներ եւ հիվանդ գառներ, բայց մենք երբևէ մեր հիվանդ գառներին չենք առանձնացրել առողջ գառներից, այլ հոդը մնացել է հոդ եւ հագարակ, ինչպես Քրիստոս չեկավ անմեղների համար, այդպես մենք ջանք չենք գործադրել մենակ անմեղների, այլ հագարակ մեղավորների համար, բայց պետությունը պիտի հասկանա, որ եկեղեցին խոցելու, թիրախավորելու, շանտաժով կամ ինչ-որ կոմպրոմատներով կամ ինչ-որ քայլերով փորձել եկեղեցին ստորադասել, նման բան գոյություն ունենալ ուղղակիորեն չէր կարող։ Բայց անում են, չէ՞, 4-րդ arczepiskopos-ն է այսօր։ Այո, 4-րդ մեր սրբազանն է, որ գալանքի անօրինական եւ ցանկացած շինցու գործողություններով կարող են այդ թիվը մեծացնել օրեցօր կամ օրեգանի մի քանիսը։ Կարեգին կաթողիկոսին հերացնել, միակ նպատակը եկեղեցին դրսից ըստ իրենց վեհապար հայրապետին, մեր ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականն է, հերացնելն է, բայց ըստ մեզ դրանով չի սահմանափակվում, որովհետև մենք տեսել ենք մի քանի երկրների օրինակ, որ նույն օրինակն է եղել, նույն հալածանքն է եղել եկեղեցիների հանդեպ, ուղղակի այնտեղ ժողովուրդը ավելի աստվածավախ են գտնվել, բարեխիղճ են գտնվել եւ թույլ չեն տվել, որ նման վիճակներ տեղի ունենան։ Եվ մենք այն համոզմունքի մեջ ենք, որ մեր ժողովուրդն էլ աստվածավախ, եթե այս պահին դուք Շիրակում եք, Շիրակի մարզում եք, խոսեմ Շիրակի մարզի համար, մեր Շիրակի մարզի ժողովուրդը իր հավատքի տեսանկյունից ավելի հզոր է, մեր Հայաստանի մյուս մարզերի մասին բնականաբար նույնը կասեմ, բայց շիրակցիները միշտ առավելություն աղոթքի, պատարակների, արարողությունների մասնակցության իմաստով առավել են եղել։ Եվ այդ իմաստով մեր հայ ժողովուրդը այս պահին գոնե Շիրակ դաշտավայրը ցույց կտա միշտ, որ հավատքը առաջնային է, եկեղեցին առաջնային է, կաթողիկոսը մեկն է, առաջնորդը մեկն է, հոգևորականները մեկն են եւ հաստատ մենք էլ մեր ժողովրդի ծառաները երբևէ մեր ժողովրդին հուսախաբ չենք անում։ Տեր հայր, մենք նաև տեսանք, որ 10 եպիսկոպոսներ անցել են Նիկոլ Փաշինյանի կողմը, արդյոք կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանին կարող է հաջողել, որպեսզի եկեղեցում եւս պառակտում առաջացնի։ Եկեղեցին դարեր շարունակ բոլորը ցանկացել են, բոլոր դարերի ընթացքին ցանկացել են պառակտել, բայց եկեղեցին անպառակտելի է։ Եթե ես եպիսկոպոսների մասին ավելի լավ է չխոսեմ ոչինչ, բայց ամենայն դեպս մեր եկեղեցու վերինացիաները, եպիսկոպոսած դասը, ինչու է այդպես որոշել, դա ինքը հետագայում կունենա դրա պատասխանը։ Երևի թե ըստիս մեր եպիսկոպոսները, քանի որ իրենք էլ միսիվարյուն են, իրենք էլ կփորձեն վերադառնալ դեպի ամենայն հայոց կաթողիկոս, մենք բոլորս էլ սխալական ենք, ամեն վարքյան սատանան կարող է գործել, երբ որ մեկ վարքյան թույլ գտնվենք, եւ այդ իմաստով չեմ կարծում, թե այդ եպիսկոպոսների թիվը կավելանա, հակառակ ես մեր եպիսկոպոսներին ճանաչելով հակառակ մտածում եմ, թե պիտի նվազի։ Պիտի գա այդ 10-ը դառնա 1-ը, մեկն էլ վերջում 0 կունենա։ Ես այդ համոզմունքի մեջ եմ մեր եպիսկոպոսներին ճանաչելով։ Ուղղակի այս պահին սատանան իր գործը անում է։ Աշխարհիկի միջոցով սատանան իր գործողությունը, իր քայլերն անում է։ Բայց երկար այդ սատանին որևէ մեկը չի տրվելու։ Վերջի վերջո սատանան չի կարող հաղթել։